Ուրեմն հարգելի ուսանողներ, մենք արդեն ծանոթացանք անկախության և կախվածության հասկացությանը, հիմա անցնենք ծնիչի և բազիսի հասկացությանը, որը հենվում են մեր անցած թեմայի վրա։ Նայեք, ենթադրենք S-ը V1 V-նից բաղկացած ինչ-որ վեկտորների բազմություն է V տարածությունից F դաշտի վրա, կամայական տարածություն է։ Մենք ասում ենք, որ դրանք S-ը կամ V1 V-ն վեկտորները ծնում են այս-ը, տեսեք, սփան S-ը։ Եթե այս սփան S-ը, այսա հայերեն տերմիններ կասեմ, իրանից ներկայացնում է այդ վեկտորների բոլոր հնարավոր գծային կոմբինացիաների բազմությունը։ Այսինքն ինչ ենք անում։ Վերցնում ենք V1 V-ն վեկտորները, դրանց բոլոր գծային կոմբինացիաներն ենք նայում, լցնում ենք այդ մի բազմություն։ Դա այսպես է նշանակվում եւ անգլերեն կոչվում է span S, իսկ հայերեն կոչվում է գծային թաղանթ։ Ահա, այ հայերեն ասեք գծային թաղանթ, բայց բնականաբար դա ռուսերեն լինейная оболочка բառի տառացի թարգմանությունն է, դժբախտաբար արևելաեվրոպական մեր տրադիցիայի մեջ ֆորմուլա չկա այս ձևի նշանակելու, դրա համար եկեք ուղղակի span S-ը նշանակենք։ Նայեք, հələ պրիմիտիվ միգուցե օրինակից սկսենք, եթե եռաչափ տարածություն վերցնեմ եւ նրա մեջ երկու հատ վեկտոր վերցնեմ ու V1 եւ V2։ Հələ ով է ուզում ասել span V1 V2-ը ինչը կլինի, ինչ եք կարծում։ Դրանցով անցնող հարթությունը։ Ապրեք, հենց դրանցով անցնող հարթությունը, այսինքն տեսնում եք, այս սփանը կամ գծային թաղանթը իրանով ընդհանրացնում է այն հասկացությունը, վերցնում եք վեկտորները, դրանցով անցնող հարթությունը։ Դրա ընդհանրացումն է ցանկացած չափանիշի համար, ցանկացած քանակության վեկտորների համար եւ ոչ միայն sense սալաքաձե նման վեկտորների, այլև ցանկացած абստրակտ տարածություն, վեկտորները կարող են լինել մատրիքսներ, բազմանդամներ, ինչ ուզեն լինել։ Նայեք, եւ եթե span S-ը հավասար է, կներեք, span S-ը եթե մենք դիտարկում ենք, հեշտ է ստուգել, որ այդ span S-ը գծային թաղանթը անպայման ենթատարածություն է V-ում։ Սա ստուգելը տրիվիալ է, չէ՞։ Հիշում եք ենթատարածության երկրորդ սահմանումը ասում էր, որ ենթաբազմությունը ենթատարածություն է, եթե ինչ երկու պայման է կատարվում, հələ հիշացրեք։ Դե V+-ը իրանից է ու անգամ V-ն է իրանից։ Ապրեք, եթե երկու հատ վեկտոր իրանից վերցնենք, գումարը պետք է իրանից լինի եւ սկալярով բացվածքենք իրանից է։ Հիմա դա պարզավոր չէ, որ դենց է։ Եթե span S-ից կամ գծային թաղանթից երկու հատ այս տիպի գծային կոմբինացիա վերցնենք, այդ դրանց երկու հատ sense վեկտորների գծային կոմբինացիա էլի այդ նույն վեկտորների գծային կոմբինացիա է, S-ի վեկտորների դուրս փախնելու տեղ չունի։ Եվ եթե sense գծային կոմբինացիան վերցնեմ, ասենք բազմապատկեմ ինչ որ C-ով, Այք, սա էլի կլինի նույն V1 V-ն վեկտորների գծային կոմբինացիան մի քիչ ուրիշ գործակիցներով։ Այսինքն գծային թաղանթը միշտ ենթատարածություն է, ինչպես էս նորվա նշած օրինակում, տեսեք, V1-2 գծային թաղանթը հարթությունն էր, ենթատարածությունն էր։ Հիմա ուստի նրա բնականաբար իրան տրամաբանական է նշանակել UV, W տառերով, որոնցով մենք նշանակում ենք ենթատարածությունները։ Եվ եթե S-ի գծային թաղանթը ուն է, ապա S-ը կոչվում է U ենթատարածության համար ծնիչ բազմություն։ Տեսեք, այստեղ տերմինոլոգիայի տարբերություն կա։ Ծնիչ բազմություն։ Spanning set-ը այստեղ generating set չի ասվում, ինչպես խմբերի տեսության մեջ կասվեր, այլ ասվում է spanning set, բայց հայերեն եւ ռուսերեն թարգմանվում է ծնիչ բազմություն, порождающее множество։ Մասնավորապես կարող է, չէ, հենց լավ
ծնիչ բազմությունը լինի, որ իր գծային թաղանթը ամբողջ v-ը լինի։ Այդ դեպքում մենք s-ը անվանում ենք ծնիչ բազմություն ամբողջ v տարածության համար։ Հələ օրինակներ նայենք։ Տեսեք, վերցնենք մեր տարածությունը R3-ը եւ նրա մեջ ահա այս վեկտորները 1 0 0 0 1 0 0 1 0 0 1 ով կարող է ասել ինչի գծային թաղանթը v1 v2 v3-ի ամբողջ v-ն է։ R3-ից ինչ վեկտոր վերցնենք, կարանք այս 3-ի գծային բանով ներկայացնենք գումարը։ Եթե ABC-ն վերցնենք, այս ABC-ն հավասար է a անգամ դուք ասեք ինչ։ V1 գումարած B անգամ V2 գումարած C անգամ V3։ Ինքնավոր կա, всё։ Իսկ հələ տեսեք ստեղ մի քիչ էլ մտածենք, իսկ եթե ես sense չվերցնեի, ասենք վերցնեի այս վեկտորները, ինչ որ 2 0 0 0 4 0 եւ 0 0 ասենք 6, բա այս SI 3 հատի գծային թաղանթը ինչ կլինի։ Էլի ամբողջ վնաստացում։ Վենակ ստացվում։ Սպասեք ձեզ մի հատ շփոթացնեմ, բայց չէ որ այստեղ այս 2-ը 4-ը 6-ը զույգ թվեր են, ուրեմն ինչ գծային կոմբինացիա կառուցենք, կարող է պատահիսակ ստացվի ոչ թե ամբողջ R3-ը, այլ միայն այն վեկտորները, որոնց կոորդինատները զույգ են։ Չէ, կենտրոնը կարանք ստանանք։ Որովհետև ասենք 1 1 1-ը 1 1 1 վեկտորը ոնց կստացվի։ 1 երկրորդ անգամ սա պլյուս 1 քառորդ անգամ սա պլյուս 1 6-րդ անգամ սա։ Ահա։ Ինքնուրույն կնայեք այս օրինակը, ինքնուրույն կնայեք այս օրինակը, որը գիտեք, որ օրինակն է այստեղ մենք միտեղ ինչ որ գրեցինք։ Ահա, տեսեք, այս վեկտորները մատրից վեկտորներ եթե վերցնեմ, այս երկու հատը ստեղ եւ այն երկու հատն էլ այնտեղ։ Սրանց գծային թաղանթը ամբողջ m2 2-ն է։ Ինքնուրույն կնայեք ինչու։ Եվ ավելին, եթե ես ասենք EIJ տեսքի մատրիցներ սահմանեմ, որը տեսեք ոնց մատրիցա, ամենուրեք զրոներ է կանգնած, մենակ EIJ-երորդ կետ անդամը 1 է։ Նրանց գծային թաղանթը կլինի իհարկե ամբողջ այդ մատրիցային տարածությունը։ Նմանապես ինքնուրույն այստեղ շատ բացատրելու բան չկա, 1x xn-ը եթե վերցնենք, այս բազմանդամային վեկտորները, սրանց գծային թաղանթը pn f-ն է, որովհետև ցանկացած բազմանդամ այս բազմանդամների գծային կոմբինացիա ներկայացնում է։ Իսկ եթե վերցնեմ ոչ թե 1-ից մինչև 1x-ից մինչև x-ի աստիճանը, այլև շարունակեմ x-ի n+1 աստիճան եւ այլ բոլոր այդպիսի աստիճանները վերցնեմ։ Այդ դեպքում որ տարածությունը կստացվի։ fx-ը։ fx-ը չէ, հեսա նայեք։ Սա իդեպ անվերջ հզորության ծնիչ բազմության նմուշ է։ Ահա, հիմա տեսեք, այս մեր ծնիչ բազմության առավելություն ինչու՞մ է կայանում։ Հələ հասկանանք մի հատ, երևի ամենամակերեսին ներգած երևացող առավելությունը, որ եթե ենթատարածություն է տված, ինքը անվերջ քանակությամբ վեկտորներ ունի։ Ձանձրալի է, չէ, կամ հաճախ անհնար է նրա բոլոր վեկտորները հերթով նշել։ Ասենք, եթե մի հատ կրկին մեր տարածություն ունեինք R3, նրանում մի հատ հարթություն է տված։ Այս հարթության մեջ անվերջ քանակությամբ վեկտորներ են ընկած այս P հարթության մեջ։ Ձանձրալի է կամ անհնար է մի հատ ահռելի անվերջ մետրության գիրք գրել, որի մեջ բոլոր իր վեկտորները հերթով թվարկված լինեն։ Բայց ինչի ենք թվարկում։ Մենա իր մի հատ ծնիչ բազմություն նշենք, v1 v2 եւ ասենք պետք չի թվարկել բոլոր p-երը, ուղղակի նշեք v1 v2-ը
եւ V1 V2-ի բոլոր գծային կոմբինացիաների բազմությունը հենց կլինի մեր p-ն։ Հասկանալի մոտեցում է։ Սա նաեւ խմբերի տեսության են հասկացությունների հետ է առնչվում, որ դե տեղադրությունների խումբը լավ է ներկայացնել տրանսպոզիցիաներով, ազատ խումբը լավ է ներկայացնել այբուբենի տառերով եւ նրանց հակադարձներով եւ այլն։ Բայց ստեղ մի հատ sense թերություն կա այս մեր խոսակցության մեջ։ Նայեք, բանն է, որ այս պահի դրությամբ, եթե մեր ծնիչ բազմությունը ուրեմն տրված է, նույն վեկտորը, տեսեք, կարող է երկու միմյանցից տարբեր ներկայացում ունենա, նույն v վեկտորը, այս ծնիչներով միմյանցից տարբեր ներկայացում կարող ունենան։ Այսինքն սա ու սա կարող է տված լինի ու մենք չկարողանանք որոշենք կամ մեզից ահագին չարչարանք պահանջի որոշելու համար, արդյոք սրանք իրար հավասար են թե ոչ։ Հələ այս հաջորդ օրինակը նայենք, տեսենք ինչու։ Նայեք, այս նկարին հələ նայեք։ Մեր R2-ն է, որի մեջ որպես ծնիչ բազմություն վերցնեմ այս V1-ը, V2-ը, V3-ը։ Շատ լավ ծնիչ բազմություն է։ Ամեն մի վեկտոր դրանցով արտահայտվում է։ Մասնավորապես այս U վեկտորը, որը 8-6-ն է, նկատում եք, որ ինքը հավասար է այս V2-ի մաքուր կրկնապատիկն է, չէ՞։ Հետևաբար ուն ես կարող եմ սենց գրեմ, ինքը հավասար է 0 անգամ V1, 0 անգամ V1 գումարած ինչ, քանի անգամ V2։ Երկու անգամ V2 գումարած 0 անգամ V3։ Բայց ստեղ մի հատ այստեղից եթե մի հատ զուգահեռներ sense տանեմ այդ V2 եւ V1-ին, sense մի հատ հսկայական մեծ զուգահեռագիծ է գծվում, որից երևում է, որ եթե ես 2 անգամ V1 եւ 4 անգամ V3-ը գրեմ, գումարը կտա սա։ Այսինքն, նայեք, այս նույն U վեկտորը մի հատ sense ձևով է ներկայացվում, որը հենց նոր գրեցինք մենք։ Մի հատ էլ sense է ստացվում այդ մեր ուղղանկյուն զուգահեռ գծից։ Կներեք, զուգահեռ գծից, ոչ թե ուղղանկյուն։ Բայց անսպասելի է այն, որ եթե այս գծային կոմբինացիան գրենք, սա էլ է մեր U-ին հավասար։ Մի քիչ տարօրինակ է թվում, բայց դասից հետո կալկուլյատորը վերցրեք հաշվեք, տեսեք, որ այս սա նույնպես նույն U-ն է։ Հիմա, եթե մեզ տրված են այս գրառումները, պատկերացրեք մի հատ էլ sense երկարաշունչ գրառում գրած լիներ։ Ու մեզնից ճիք է պահանջվում պարզելու համար, թե արդյոք այդ երկու այս գծային կոմբինացիան ու այս սա կամ այս սա ու այս սա արդյոք նույնն են թե ոչ։ Այդ դեպքում ստացվում է, որ գծային կոմբինացիան իր այդ առավելությունը կորում է, որտեղ մենք ուզում էինք ոչ թե մենք ուզում էինք այս ամբողջ հարթությունը դիտարկած լինելու փոխարեն ինչը դիտարկել։ Մենակ այս երկու վեկտորների կոմբինացիաները։ Բայց այդ առավելությունը մեր ձեռքից կորում է, որովհետև հիմա եթե այս վեկտորներով ինչ որ մի հատ sense գծային կոմբինացիա տված, մի հատ է sense, դե տվածը տված է, բայց մենք դեռ չգիտենք, նույն վեկտորն է, նույն վեկտորը չի։ Մի հատ է մեթոդ զարգացնել ալգորիթմ, որ պարզի թե սրանք հավասար են թե հավասար չեն։ Ավելի լավ չէր լինի արդյոք մի հատ նենց ընտիր հոյակապ լավ ծնիչ բազմություն ունենայինք, որ յուրաքանչյուր այսպիսի ներկայացում միակը լիներ։ Այ մենք հիմա պատրաստ ենք անմիջականորեն մոտեցել ենք մեր հաջորդ սահմանմանը, որը պատասխան է տալու այս հարցին։